Արտաշես առաջինի հողահավաք քաղաքականության ավարտը իհարկե պետք է մենք տեսնենք ավելի ուշ իրականացնում է Տիգրան Մեծը, երբ որ ծոփքը, կորդուքը միացնում է իր թագավորությանը եւ իհարկե այս ամենով հանդերձ պետք է մենք ֆիքսենք, որ Արտաշես առաջինն է հենց այդ ազգային հողահավաքի քաղաքականության սկզբնավորողը եւ հիմնականում իրականացնողը։ Արտաշես առաջինի գործունեության մյուս ուղղությունը իհարկե այն էր, որ նա ձգտում էր արդիականացնել պետական ապարատը։ Այս առումով նա կատարում է լրջագույն բարեփոխումներ, օրինակ օգտագործելով, բայց միևնույն ժամանակ տեղայնացնելով Սելևկյան այն մոդելը, որ գոյություն ուներ ստրատեգիաների տեսքով, այստեղ ստեղծում է 120 ստրատեգոսություններ, գավառներ։ Իհարկե, այս ստրատեգիաների կամ պրեֆեկտուրաների ստեղծումը ավելի ուշ ֆիքսել է մի այլ հեղինակ, առաջին դարում արդեն ապրած Պլինիոս Ավագը, եւ մասնագետները վիճել են արդյոք Արտաշեսն է հենց այս բարեփոխման իրականացնողը թե ոչ, բայց հաշվի առնելով Ստրաբոնի մոտ նկարագրությունը առանձին ստրատեգիաների, մտածել են, որ հենց նա է այս վարչական ռեֆորմի իրականացնողը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։